Այս երեք խոշոր կոնսոլիդացիոն կենտրոնները պարտավոր են այնպիսի ճանապարհային քարտեզ վերջին 1.5 ամսում որդեգրել, ճանապարհային արդյունավետ քարտեզ, կենսունակ ծրագրեր, մենք այդպիսին ունենք վստահ, մրցունակ թիմեր։ Այս բոլորը ի վերջո բերելու են հասարակության ակտիվությանը, որտեղ ես էլի մնում եմ նույն կարծիքին, որ քանիցս ձեր եթերում արտահայտել եմ, որ այս ընտրությունների գլխավոր ինտրիգը հասարակության մասնակցության մակարդակն է։ Ակտիվ կլինի հասարակությունը, ախուսափելի կլինեն փոփոխությունները։ Ակտիվ չի լինի։ Իշխանությունը ստանում է մանիպուլյացիաների, կեղծիքների, եվրոպացի կամ ադրբեջանցի քերիների միջոցով վերարտադրվելու հնարավորություն։ Հիմա փողոցային ակտիվություն դիտարկում եք արդյոք։ Ես որ ասում եմ ակտիվություն, միքսի կամ ամբողջության մեջ եմ դա դիտարկում։ Բուն էլեկտորալ գործընթաց, քվեարկություն, փողոց, նախընտրական գրագետ հաշվարկված ակտիվություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հետընտրական զարգացումներ։ Քան այս ամբողջության մեջ եմ դիտարկում եւ մի կարևոր նկատառում է սառնումով։ Տեսեք, եվրոպական գրեթե բոլոր երկրներում հասարակությունները գործող քաղաքական համակարգերից դժգոհ են եւ օդի մեջ փոփոխությունների ինչ-որ sense բան կա, սպասում կա, հա։ Բայց եվրոպական բոլոր երկրներում, որտեղ ընտրությունների մասնակցության մակարդակը միջինին հավասար ալնում, 35-40% փոփոխություններ չեն լինում, չնայած մեյնսթրիմից հասարակության մեծամասնությունը դժգոհ է, բայց մնում է տանը։ Երկու երկրում իրենց նախկին ընտրությունների համեմատ +10% մասնակցություն եղավ, +10 կրկնում եմ, տեսեք շատ հետաքրքիր թիվ է, նույն թիվը Բուլղարիայում եւ Ռումինիայում, կներեք Բուլղարիայում եւ Հունգարիայում, երկու երկրներում էր տեղի ունեցավ իշխանափոխություն։ Այսինքն ստեղ էլ է շատ պարզ, գիտեք տարբեր են երկրները, բայց ընդհանուր օրինաչափություններ կան։ +10-ը մեր պարագայում կազմում է մոտավորապես 60, այսինքն 49%-ի չափով է նախկին մասնակցություններ եղել, այ որ մենք ունենանք 59-60% մասնակցություն ընտրողների ընտրական գործընթացին, Նիկոլ Փաշինյանի պարտությունը կլինի երաշխավորված։